բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում, այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտամ, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Նախ, այնինչ այս նախադասություններով բնութագրում է Նիկոլ Փաշինյանը տիպիկ է հենց իր համար։ Այսինքն նա ակնարկում է, որ այս ընտրական գործընթացում կան ուժեր ընդդիմադիր կամ ամբողջ ընդդիմությանն է վերագրում այդ մեղադրանքը, որ իշխանության գալու դեպքում իրենց զրոյական կետից են բանակցելու։ Եվս մեկ անգամ կրկնեմ մեր հայրենակիցների, իմ հետևորդների համար։ Ընդդիմադիր սեգմենտում չկան ուժեր, որոնք հրապարակավ հայտարարել են, որ իշխանության գալու պարագայում բանակցելու են զրոյական կետից։ Այլ խոսքով, իշխանության որևէ հավակնորդի ծրագրերում չեք հանդիպի մի դրույթի, որը ենթադրի, որ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, Հայաստանը հրաժարվելու է իր միջազգային պարտավորություններից։ Այո, մենք բոլորս որոշակի վերապահումներ ունեցել ենք թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, թե թրիփի վերաբերյալ, բայց ոչ թե դրանք չեղարկելու կամ զրոյական կետից բանակցությունները սկսելու կոչեր ենք արել, այլ մշտապես հայտարարել ենք, որ այդ փաստաթղթերում կան դրույթներ, կան ձևակերպումներ, որոնք օգտագործելու դեպքում Հայաստանի որևէ պատասխանատու իշխանություն կարող է բանակցային գործընթացում ուժեղացնել Հայաստանի դիրքերը։ Սա ամենևին էլ խաղաղության նկատմամբ ռևիզիայի մարտավարություն չէ, ընդհակառակը, մենք խոսել ենք Հայաստանի բանակցային դիրքերի ուժեղացման անհրաժեշտության մասին։